Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք առ այսօր Ռուսաստանի դաշնակիցն ենք եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Հետևաբար խոսենք նրանց, որ պարտավորությունը նրանց վրա է։ Թեև ոմանք ասում են, որ որևէ մեկը մեր նկատմամբ պարտավորություն չի կամ չունի կամ մեղավոր չէ, այդպես չի։ Իրենք Ռուսաստանը ունի այդ պարտավորություն երկկողմ փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև այդ անդամակցությամբ։ Հետևաբար այս խնդիրը սա առաջի պարտականությունը Ռուսաստանն է, սա պետք է հստակ լինի։ Հայաստանի հետ եթե մի բան է կատարվում, ուրեմն Ռուսաստանը պատասխանատվության տակ է։ Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը չի վերցնում պատասխանատվություն։ Բա որ չի վերցնում, ելին չեք մնում Ռուսաստանը, դա ինչ չեք ոգևորվել ռուսամերները, դա ինքը չի վերցնում այդ պատասխանատվությունը։ Ձեր ինչին է պետք է դեպքում Ռուսաստանը։ Չէ՞ որ լինելով Ռուսաստանի հետ դուք նաև այդ շանսն եք բամ։ Նույն Տրամպի այդ հնարավորությունը, որ դու գնաս Տրամպին ասես, գիտես, Տրամփ քերի բանը մենք ոնց որ ասած քո կողմից ենք, որովհետև իրանց հետ չենք արի մեզ օգնի, իրանք օգնում են չէ իրենց դաշնակիցներին, օգնում են չէ Իսրայելին, օգնում են իրենց դաշնակիցը, դա էլ չենք կարող իրանց ասել, որովհետև մենք էլ շարունակում ենք մնանք, բոլորս ընդունում ենք եւ այդ ռուսուլմաններն էլ ընդունում են, որ Ռուսաստանը ոչինչ չի անելու։ Այն որ իրանք անընդհատ խոսում են, որ Ռուսաստանը պարտավոր չէ բան անելու, դա արդեն ի սկզբանե արդարացնում են։ Եվ առաջի պատասխանատվությունը իհարկե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը 7 տարի լինելով իշխանության գրեթե ոչինչ չի արել բանակի հզորացման համար, բացի պրոպագանդիստական հեքիաթներ պատմելուց։ Բայց դուք հավանական համարում եք դա։ Հավանական համարում եմ, թեև պիտի ասել, այսպես պիտի ասեմ, որ Թրամփի տեսանկյունից հարձակումը Ադրբեջանի Հայաստան Թուրքիան չի հարձակվի իհարկե, Ադրբեջանի ուղիղ չի հարձակվի, բայց ինչպես 2020-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա դա դիտարկվելու է, որ ինձ չեք հարգում, հա իմ խոսքը այս խաղաղության մասին եմ խոսում, եւ այդ առումով անկանխատեսելի է։ Պատկերացրեք մի վիճակ, ասենք պարանա, ճոպանա, այս պարանը չի աշխատում, մեկը արդեն փտած է։ Ուրեմն պետք է նորը դնել։ Հիմա համառորեն մարդիկ ասում են, չէ Ռուսաստան, չի կարելի մնալ Ռուսաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ, բայց ակնկալել աջակցություն Ռուսաստանի թշնամիներից։ Չի լինում այդպիսի բան։ Բայց ով է ասել, որ Թրամփը Ռուսաստանի թշնամի է համարում։ Ամերիկան Ռուսաստանի թշնամի է։ Բայց Թրամփն է հիմա նախագահը։ Ինչ կապ ունի։ Ամերիկան Ռուսաստանի թշնամի է։ Ամերիկան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դոկտրինի մեջ համարում է թշնամի միություն։ Հիմա պարոն Պապյան, Թրամփը շատ բան կարա խոսա։ Թրամփը կարա շատ բաներ խոսա։ Մի հատ տեսնենք ինչ քաղաքականություն անում։ Այսօր դեռ իր խոսածածի եւ իր արածի մեջ հսկայական տարբերություն կա։ Որ այդ մաքսատուրքերը, որ պիտի ասում են այսօր վաղը մցնելու եմ, հենց որ մեկն է մցրել։ Կանադայի դեմ է մցրել, Մեքսիկայի դեմ է մցրել, չի մցրել որևէ բան, կամ մյուս հարցերը։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։